Բարի երեկո Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, ես այսօր զրուցելու եմ պարոն Էդգար Ղազարյանի հետ, մենք պետք է կիրակի օրը հանդիպեինք, բայց այս անգամ ավանդույթը խախտեցինք, հաջորդ անգամ կիրակի օրը կհանդիպենք, եթե խանգարող հանգամանքներ իհարկե չլինեն։ Պարոն Ղազարյան, առաջին հարցը, որ ուզում եմ ձեզ տալ, վերաբերում է Մարտուն Գրիգորյանի կատարած ընտրությանը, դա ձեզ համար սպասելի եւ տրամաբանված ընտրություն էր, թե անակնկալ էր, որովհետեւ քպականները այնպես էին իրար խառնվել, կարծես թե Մարտուն Գրիգորյանը իրենց պետք է ընտրեր, այլ ոչ թե Վարդան Ղուկասյանը։ Ավելի շուտ իրանք էին պատրաստում ընտրել Մարտուն Գրիգորյանին, քան թույլ տային, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնար քաղաքապետ, նման խոսակցություններ էլ կար, որ ԿՊ-ն միգուցե քվեարկի Մարտուն Գրիգորյանի թեկնածության օգտին, որպեսզի խափանի Վարդան Ղուկասյանի հնարավոր ընտրվելը քաղաքապետի պաշտոնում, բայց ես կարծում եմ, որ Մարտուն Գրիգորյանը ճիշտ որոշում կայացրեց, ես ողջունում եմ այդ որոշումը եւ նա իր հայտարարության մեջ բավականին մանրամասն եւ պարզաբանող մոտեցումներ է ներկայացրել, նշելով, որ անգամ դա որոշակի իմաստով հակադիր է իր անձնական տեսակետներին, սակայն արտահայտում է հանրության ավելի մեծ զանգվածի շահերը եւ ես կարծում եմ, որ այդ իմաստով ինքը չի սխալվում, որովհետեւ իսկապես հանրությունը եւ իր ընտրողների մեծ մասը եւ ողջ հայ հանրությունը, որովհետեւ Գյումրի ընտրությունների հետ կապված բոլորս էլ ավելի շատ սպասելիքներ ունեն, քան միայն համայնքային ընտրություններ, Մարտուն Գրիգորյանից սպասում են այդ դիրքորոշումը, քան օգնել, որպեսզի միջավայր ստեղծել, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունենալով Գյումրի համայնքի բնակիչների աջակցությունը, տիրանա քաղաքում իշխանությանը եւ իրականացնի իր այդ դավադիր նենք ծրագիրը։ Ես կարծում եմ, որ ճիշտ որոշում է կայացվել Մարտուն Գրիգորյանի կողմից, հիմա հերթը հասել է Վարդան Ղուկասյանի ճիշտ որոշումների կայացմանը, որովհետև անկեղծ ասած ես մի քիչ շատ ինքնավստահություն եւ ոգևորություն եմ տեսնում, ավելորդ ոգևորություն եմ տեսնում նրա մոտ, ապագա որոշումների հետ կապված, ես կարծում եմ, որ ինքը պետք է գիտակցի, որ ինքը չի ընտրվել Գյումրիի քաղաքապետ, այսինքն առաջին հերթին հավակնորդները միշտ պլանավորում են առաջի փուլով, չէ, ընտրվեն, այսինքն ստանան ընտրողների կեսից ավելի ձայն, այնպես ինչպես եղավ Փարաքարում։ Բայց Գյումրիում ոչ մեկի չի հաջողվել համայնքի բնակիչների վստահությանը ստանալ 50%-ից ավել քվեներով, այդ թվում եւ Վարդան Ղուկասյանին։ Նա Գյումրի համայնքի հավաքանում իր հեղինակությամբ, իր կարողություններով վաստակել է ընդամենը 8 մանդատ, որը որ իրեն հնարավորություն չէր տալիս միաձայն դառնալ համայնքի ղեկավար։ Հետևաբար նա պետք է խորությամբ եւ հավասարակշռված կերպով հաշվի առնի համայնքի հավաքանիում նվազագույն շեմը հաղթարած բոլոր մյուս քաղաքական ուժերի, նրանց առաջնորդների, նրանց ներկայացուցիչների կարծիքը, նրանք ինչպես եւ նախատեսված է տեղական ինքնակառավարման մասին օրենքով, այսինքն եթե համայնքի բնակիչների քվեով 50%-ից ավելով քաղաքապետ չի ընտրվում, ապա քաղաքապետին պետք է ընտրի ավականին եւ ավականին պետք է ընտրի ոչ միայն քաղաքապետին, այլ նաեւ պետք է ընտրի քաղաքապետի տեղակալին, պետք է ընտրի մյուս պաշտոնյաներին, պետք է հաստատի համայնքի բյուջեն։ Մեր տեղական ինքնակառավարման մասին օրենքով դոմինանտ ինքնակառավարման մարմինների համակարգում դոմինանտ մարմինը դա համայնքի ավականինն է, որի անդամը հանդիսանում նաեւ համայնքի ղեկավարը։ Հետևաբար Վարդան Ղուկասյանը, ինչպես համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ, այնպես է դրանից հետո պետք է հաշվի նստի համայնքի ավականու բոլոր անդամների հետ, հատկապես ընդդիմադիր անդամների հետ եւ խելամտորեն հավասարակշռված նրանց հետ խորհրդակցելով, նրանց հետ քննարկելով կայացնի որոշումներ։ Այսինքն օրինակ հիմա կանգնել ասել, որ քաղաքապետի տեղակալ պետք է լինի այսինչյանը, դա կարծում եմ, որ ժամանակավրեպ եւ չհիմնավորված հայտարարություն է, որովհետեւ այդ ինքը չի որոշում, թե ով պիտի լինի քաղաքապետի տեղակալ։ Ինքը կարող է միայն առաջարկություն ներկայացնել, բայց համայնքի ավականին ինքն է ընտրում ղեկավարի առաջի տեղակալին։ Եվ ինքը նման հայտարարություն կարող է անել միայն ավականու մյուս անդամների կարծիքը լսելուց, նրանց հետ խորհրդակցելուց հետո միայն,
Ուրեմն ասեմ այդ շտապողականությունը այս этаպում որևէ արդարացում չունի եւ ես հիմա նրանից ակնկալում եմ ավելի խելամիտ եւ հավասարակշռված համեստ կեցվածք հետագա գործողություններում եւ որոշումներում իսկ Մարտուն Գրիգորյանի եւ նվազագույն շեմը հաղթարած ընդդիմադիր մյուս գործիչների դիրքորոշումները համարում եմ ողջունելի, ընդունելի, դրանք արտահայտում են հասարակության սպասումները եւ ակնկալում եմ, որ Գյումրի համայնքի ավականու անդամ ընտրվող շատ ավականու անդամներ, որոնք ընտրվել են քաղաքացիական պայմանագիր կօգտագործեն այդ առիթը, տեսնելով, որ համայնքի բնակիչները ԿՊ-ին չեն ընտրել, իսկ իրենք այդ ցուցակում հայտնվել են վարչական ներգործության հետևանքով, չի ասենք ԿՊ ցուցակում էին դպրոցի տնօրեններ, պոլիկլինիկաների գլխավոր բժիշկներ, երաժշտական դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, դրանք բոլորը համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներ են։ Հետևաբար, եթե համայնքի ղեկավարը արդեն դառնում անդիմադիր գործիչ, քան ԿՊ-ից, կարծում եմ ճիշտ կլինի նրանք վայր չդնեն մանդատը, որպեսզի տեղը չզիջեն մյուս ԿՊ-ականին, մնալով ավականու անդամ, դուրս գան քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից եւ իրանց աջակցությունը հայտնեն քաղաքապետին, մյուս գործիչներին, ովքեր որ ձևավորել են Գյումրիում իշխանություններ։ Պարոն Ղազարյան, մենք տեսանք, որ Վանաձորում օրինակ եւ նաեւ Գորիսում, եթե չեմ սխալվում, ընտրություններից հետո հաղթող տեխնացուին կալանավորեցին, հաղթած տեխնացուին, Վարդան Ղուկասյանի դեմ եւս կան հարուցված քրեական գործեր, հնարավոր համարում եք, որ իշխանությունը կգնա նույն ճանապարհով եւ կալանավորի Վարդան Ղուկասյանին։ Գորիսում ավելին էր տեղի ունեցել, Արուշ Արուշյանին ձերբակալել են եւ կալանավորել ընտրություններից առաջ, նա բանտից է հաղթել ԿՊ-ին։ Այո։ Ազատազրկման վայրից է հաղթել, իսկ Մամիկոն Ասլյանին ձերբակալեցին իրենց հաղթելուց անմիջապես հետո։ Իդեպ նույն արել են նաեւ Գյումրիում մենք այս պահին ունեցանք ընտրություն միայն այն պատճառով, որ հանիրավի արշավ սկսեցին իրավական գործիքակազմ կիրառելով Բալասանյան դաշինքի առանցքային գործիչների դեմ եւ դա եղավ պատճառը, որ Բալասանյան դաշինքի անդամները վայր դրեցին իրենց մանդատները եւ մյուս տեխնատուներն էլ հրաժարվեցին իրենց մանդատներից, ընդ որում նախորդ ընտրություններում ամենաշատ քվեստացած Բալասանյան դաշինքը այս ընտրություններին առհասարակ չմասնակցեց, այսինքն նրանց ստիպել էին ոչ միայն հեռանալ իշխանությունից, այլ նաեւ հավակնություն չունենալ հետագա պրոցեսների մասնակցելու, սա կատարյալ դիկտատուրայի դրսևորումը, որում իրավապահ համակարգի գործիքակազմը կիրառելու միջոցով։ Ես չեմ բացառում, որ նույն ապօրինությունը, նույն միջոցները կարող են ձեռնարկել նաև Վարդան Ղուկասյանի պարագայում, բայց դա արդեն հնացած միջոցներ է, այսինքն դրանով ժողովրդի կարծիքը չեն փոխի։ Իրանք գնացին ընտրության, այդքան ռեսուրսներ ծախսելով, այդքան ամբողջ ցեղով, տնով, տակով լցվելով Գյումրի, որպեսզի կարողանան այդ հաղթեն այդ ընտրություններում։ Հիմա եթե պարտվել են, հիմա ժողովուրդը ձեզ չի ընտրում, հիմա ինչքան էլ ուզում եք ընտրված մարդկանց հետապնդեք, հալածանքների ենթարկեք, դրանից ժողովրդի կարծիքը չի փոխվելու եւ ժողովուրդը դեպի ԿՊ-ին հակվածություն չի ցուցաբերելու, հակառակը դրանով մեծացնելու են ատելություն իրենց նկատմամբ։ Հիմա որ Մամիկոն Ասլյանին ձերբակալեցին, ինչ փոխվեց, վանաձորցիները դադարեցին իրենց ատելությունը ԿՊ-ի նկատմամբ։ Իհարկե ոչ, հակառակը։ Դրանք տեսան, որ իրենց կատարած ընտրության հետ կենտրոնական իշխանությունը համերաշխ չի, արհամարում է իրենց կատարած ընտրությունը, քաղաքացու ընտրությունը։ Հետո էլ կանգնում բարձրակոչ հայտարարում են, մեզ համար թանկ է ամեն մի քաղաքացու քթքը, դե որ թանկ է, թողեք ժողովուրդում ընտրում են, այլ քաղաքը ղեկավարի։ Հնարավոր է, ես ձեր հարցին նորից վերադառնալով ձեր հարցի պատասխանին, հնարավոր է, որ նաև Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված, ինչպես նախկինում հարուցված քրեական գործեր, այնպես էլ էս նախընտրական շրջանում էլ, չէ, Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովի ելույթից անմիջապես հետո այդ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ հարցինի պատասխան, երբ որ նա նորից խոսում էր էլ ինչ-որ ասֆալտներ պարկելու եւ այլնի մասին, անմիջապես այդ ելույթից հետո Հայկական ժամանակ օրաթերթի կայքը եւ Ազատություն ռադիոկայանը տեղեկություն տարածեցին, որ դատախազությունը
նյութեր է նախապատրաստում այդ գործի հետ կապված այդ հեռախոսազրույցի հանգամանքներով, ավելի ուշ դատախազությունը հայտարարեց, որ արդեն հարուցվել է քրեական վարույթ եւ հնարավոր է, որ Վարդան Ղուկասյանին այդ վարույթում ներգրավեն որպես մեղադրյալ, նրա նկատմամբ կիրառեն խափանման միջոցներ, այդ թվում նաեւ քննիչի որոշմամբ կասեցվի նրա հետագա պաշտոնավարից։ Երևի կսպասեն, որ նա ընտրվի, հետո նոր վարույթը մեղադրանքը կառաջադրեն, որ քննիչի որոշմամբ կասեցվի նրա որպես քաղաքապետի լիազորությունը իրականացնելու հնարավորությունը։ Ես դա չեմ բացառում այս իշխանության պարագայում։ Ահա շատերն էլ թերահավատ են, ասում են, որ նույնիսկ երկու ուժերի կոալիցիաները երկար կյանք չեն ունենում, որ մնաց 4 քաղաքական ուժերի 4 անձի կոալիցիան եւ մոտ ապագայում հնարավոր է, որ կրկին զարգացումներ տեղի ունենան ավականյում։ Այդ սցենարի վերաբերյալ ինչ կասեք։ Ճիշտ ասած, Գյումրիում ոչ մի կոալիցիա այս պայմանությամբ դեռ չի ձևավորվել։ Կոալիցիան դա այն է, երբ որ գրավոր քաղաքական ուժերը միմյանց հետ համաձայնագիր են ստորագրում, որի հիման վրա ոչ միայն ընտրվում է քաղաքապետը, այլ նաև քաղաքի հետագա կառավարման պատասխանատվությունն ալնում, այսինքն համայնքի ընդհանուր զարգացման ծրագիրը հիմնվում է կոալիցիա կազմող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի հիման վրա։ Բայց այստեղ նման հուշագիր կոմունիստական կուսակցությունը, այսինքն Վարդան Ղուկասյանը ներկայացնող քաղաքական ուժը եւ նվազագույն շեմ հաղթարած մյուս քաղաքական ուժերը չեն ստորագրել, այսինքն նրանք կոալիցիոն համաձայնության չեն եկել, նրանք ուղղակի համաձայնության են եկել միայն քաղաքապետի ընտրության հարցում։ Հետևաբար մնացած բոլոր հարցերը համայնքի ավականին ինքը պետք է քննի եւ որոշի, թե որ դեպքում ինչպես որոշումներ կայացվեն։ Եվ ես չեմ բացառում, որ տարբեր հարցերի վերաբերյալ ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները նույնպես կողմ քվեարկեն այս կամ այն նախագծերին։ Օրինակ հիմա մինչ օրս Գյումրի համայնքը չունի բյուջե, որովհետև այս ճգնաժամը, որ կենտրոնական իշխանությունը ստեղծեց համայնքում, 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին էր։ Եվ դրա պատճառով ավականին, որ լուծանիստեր չէր կարող գումարել, հետևաբար դեկտեմբերին չկարողացավ հաստատել 25 թվի տարեկան բյուջեն։ Հիմա եթե համայնքի ղեկավարը ներկայացնի բյուջեի նախագիծ, ինչա պիտի մյուս խմբակցությունները չքվեարկեն, համայնքը թողնեն առանց բյուջեի, ես դժվարում եմ ասել, մանավանդ որ նորից եմ ասում, մեծ հույսեր ունեմ, որ ՔՊ-ից ավականու ընտրվելիք անդամները մի զգալի մասը դուրս կգան այդ հանցախմբի կազմից, որտեղ իրենք ստիպված են եղել մտնել իրենց պաշտոնի բերումով, վարչական երկրորդության բերումով եւ ազատ անկաշկանդ իրենց որոշումները կայացնել։ Համայնքում որոշումները կայացնում է համայնքի ավականու անդամները եւ քաղաքապետը, արդեն ընտրված քաղաքապետը յուրաքանչյուր որոշման նախագիծը ներկայացնելուց պետք է խելամտորեն հաշվի առնի ավականու անդամների կարծիքը, ներկայացնի այնպիսի նախագծեր, որոնք կարժանան նրանց վստահությանը, նրանց ուշադրությանը։ Իսկ կոալիցիա որպես այդպիսի կոմունիստական կուսակցությունը առայժմ չի ստորագրել նվազագույն շեմը հաղթահարած որևէ քաղաքական ուժի հետ։ Ասենք Ռուբեն Մխիթարյանը կամ Կարեն Սիմոնյանը հենց առաջի օրը, որ հայտարարություն արեցին իրենց ստանալիք մանդատների քվեով Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելու պատրաստակամության հարցում, նրանք չեն հայտարարել, որ իրանք նաև պատրաստ են կոալիցիա ձևավորել եւ քաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնել։ Նման բան առայժմ չկա, հետևաբար Գյումրի քաղաքին սպասվում է, դրա համար եմ ասում, որ քաղաքապետը ընտրվելիք, եթե ամենայն հավանականությամբ դա կլինի Վարդան Ղուկասյանը, ցուցաբերի հավասարակշռված, խելամիտ, կեցվածք եւ փորձի կառուցել արդյունավետ փոխհարաբերություններ ավականու բոլոր անդամների հետ։ Թե Գյումրիում եւ թե Փարակարում ավելի խայտառակ կերպով իհարկե, ակներև դարձավ այն հանգամանքը, որ օրվա իշխանությունները հանրության շատ այսպես հոծ մեծամասնության համակրանքը չեն վայելում եւ աջակցությունը չեն վայելում։ Եվ ընդդիմությունը կարծես թե այս հանգամանքից առանձնապես չի օգտվում։ Հիմա ինչ պետք է անի ընդդիմությունը այս ընտրությունների արդյունքները կապիտալիզացնելու եւ դրանք որպես արդյունք գեներացնելու համար։
Համաձայն եմ, ամբողջությամբ կիսում եմ ձեր տպավորությունները, նախ առաջի մասով, որ իշխանությունները հանրային վստահություն չեն վայելում, եւ այս դեպքում, երբ որ ընտրությունը ընդամենը 2 համայնքում էր, եւ ամբողջ իշխանական ռեսուրսը ուղղված էր այդ համայնքներում հաջողության հասնելուն, նրանք տապալվեցին։ Պարզ է, չէ՞, որ եթե համապետական ընտրություններ լինեն եւ այդ իշխանական ռեսուրսը բաշխվի բոլորի միջև, արդյունքները շատ ավելի վատ են լինելու, որովհետև իրանք ժողովրդի վստահություն չունեն։ Հիմնականում, եթե մի քանի քվեր կորզում են, ապա կորզում են վարչական ռեսուրսի այդ ազդեցության հետևանքով։ Ինչքան այդ ազդեցությունը թույլ լինի, այնքան նաև ընտրական արդյունքների վրա դրա դրսևորումները ավելի էական կլինեն։ Իսկ ընդդիմության համար կարծում եմ հետևությունների արդյունք պետք է լինի այն, որ ընտրություններին մասնատված կերպով մասնակցելը բխում է իշխանության շահերից, այսինքն եթե պայքար է տարվում, նպատակ է դրվում պայքարել իշխանությունների դեմ, ապա ոչ թե պետք է սպասել նվազագույն շեմ հաղթահարել եւ նոր դրանից հետո կոալիցիաներ փորձել ձևավորել, այլ պետք է պայքարել դրանից առաջ, այսինքն պայքարել միասնական ուժերով, միասնական ջանքերով։ Այդ դեպքում իշխանություններին տապի շատ ավելի հեշտ եւ դյուրին, այսինքն իշխանությունների դեմ գործողությունները շատ ավելի արդյունավետ կլինեն, քան յուրաքանչյուրը իր համար առանձին քարոզարշավ վարելը եւ քվեներ ակնկալելը։ Չմոռանանք նաեւ, որ եղել են քաղաքական ուժեր, որոնց ձայները ուղղակի փոշիացել են, չէ՞։ Այսինքն, եթե քաղաքացին ենթադրենք քվեարկել է Սուրեն Սուրենյանցի առաջադրած տեխնացուի օգտին, որը նույնպես ընդդիմադիր տեխնացու էր, եւ նա չի կարողացել հաղթահարել նվազագույն շեմը։ Նրա քվեները գնում միանում են, ասենք ԿՊ-ից, Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի, որովհետեւ դրանք չեն, այսինքն ստացվում է, որ մարդիկ քվեարկել են իրանց պատկերացումներով ընդդիմադիր տեխնացուի օգտին, բայց պարզվում է իրանց ձայնը բաժին է հասել ի սկզբանե գիտեն կամ ռիսկեր են տեսնում, նրանց մասնակցությունը իսկն ճիշտ հաշվարկ պետք է անեն։ Հիմա օրինակ տեսեք, արդեն բազմաթիվ քաղաքական ուժեր հայտարարում են 2026 թվականի ընտրությունների պարագայում, օրինակ իմ կանխատեսումներով, ասենք որ չեն տեսնում իրենց հաջողությունը, իսկ եթե նրանք քաղաքականությամբ են զբաղվում, գոնե պիտի պրագմատիզմ ունենան, չէ՞, ասենք իրանց օգտի մարդիկ քվեարկելու են, թե չէ, չեմ ասում սոցիոլոգիական բազմաթիվ հետազոտություններ փորձում են հասկանալ, օրինակ Gallup International-ի հարցումների նախնական տված պատկերը բավականին մոտ է ընտրությունների վերջնական արդյունքներին, չէ՞, այսինքն եթե կան պրոֆեսիոնալ ուրեմն սոցիոլոգիական հետազոտություն իրականացնող կազմակերպություններ, որոնք պատկեր են տալիս եւ տեսնում ես, որ դու չես անցնելու նվազագույն շեմը, մնալ մասնակցելով նշանակում է ակամայից օգնում ես այն ուժերին, ովքեր առավել շատ ձայներ են հավաքում, իսկ վարչական ռեսուրսի պայմաններում դա միշտ անում են իշխանությունները, բոլոր Պարզ է, չէ, որ հիմա ասենք, եթե իշխանության ղեկին չներ մասնակցեն Գյումրի ավագ ընտրությունների, կստանային մի քանի տասնյակ ձայն։ Ինչպես ասենք, օրինակ 2016 թվականին Գյումրիի ավագ ընտրություններում ստացել են մոտարապես 600 ձայն։ Այդ է ԿՊ-ի իրական արկանիշն ու հեղինակը։ Այդ թվին, այն ժամանակ իրանք պատերազմ չէին արել, ժողովրդին չէին կործանել։ 50 ձայն Գյումրիում ԿՊ-ն չէր հավաքի։ Հիմա ընդդիմադիր ուժերը պետք է այս իշխանությունների դեմ պայքարում հանդես գան Պարոն Ղազարյան, կապի խնդիր, կապը վերականգնվեց։ Ավելի լավն էր,
ընդդիմադիր դիրքերից հանդես եկող տեխնատու միանգամից 53% ձայն հավաքեց։ Նույնը ստեղ կլներ, եթե միասնական տեխնատուով հանդես գային։ Եթե պիտի վերջում միանաք, ավելի լավ չի սկզբից միացեք, միասնական տեխնատուով պայքարեք, հաղթեք, էս է տրամաբանությունը։ Վիլեն Գաբրելյանից մի քիչ էլ խոսենք, նա իր այդ հակված ասուլիսում մի կարևոր նկատառում արեց, որ իրենք 2026 թվականին այլևս իշխանության չեն լինելու։ Նախ կուզեմ անդրադառնանք Վիլեն Գաբրելյանի վարքին առհասարակ այդ օրը եւ այս արտահայտությունը պարզապես խմած մարդու արտահայտություն էր, թե ՔՊ-ի իրական վախերն են։ Ես անկեղծ ասած տպավորություն չեմ ստացել, որ Վիլեն Գաբրելյանը խմած էր։ Նա գտնվում է իր բնական վիճակում։ Եթե ասենք դուք առիթ ունենայիք Վիլեն Գաբրելյանին հանդիպելու, ճեպազրույցներ վերցնելու նաև այլ օրերի, ապա կտեսնեք, որ տարբերությունը շատ քիչ է։ Կարող է ինչ-որ մի տեսակի նյութ, ու պարտադիր չի, որ դա լիներ ալկոհոլային նյութ։ Ասենք Գյումրիում օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության շրջանակներում, հատկապես իրենց կուսակցության մարզային կառույցի ղեկավարի Կարեն Սարուխայանի պարագայում, նյութերի տարբեր տեսակներ են հայտնաբերվում նրանց մազի եւ մեզի անալիզներից։ Ու դա հաստատ ալկոհոլային չի։ Կարող է ինչ-որ մի տեսակի նյութ օգտագործել էր նաև Վիլեն Գաբրելյանը, բայց ասեմ ձեզ, որ դա իր զգոնության վրա բացարձակապես ազդեցություն չէր թողել։ Նա շատ զգոն էր եւ ինչ որ անում էր խիստ գիտակցված։ Իսկ որ ինքը իրեն պահում էր խուլիգանի պես, այդ թվում նաև ձեզ հետ հարաբերություններում, այլ լրագրողների հետ հարաբերություններում, դա իր բնական վիճակն է, դա իր էությունն է։ Ընդ որում ոչ միայն իր, դա ՔՊ-ական նորմա, խուլիգանությունը ՔՊ-ական նորմա։ Խուլիգանի վարքագիծը քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանավորների շրջանում դա ինստիտուցիոնալ վարքագիծ է։ Նրանք պատգամավոր են մի խորհրդարանում, որի ղեկավարը Ալեն Սիմոնյանը խուլիգան է։ Թքում է մարդկանց վրա, չի կարողանում իրան դրսևորել պարզ իրավիճակներում։ Դուք ականատես եք եղել մարդու իրավունքների պաշտպանի տեխնատության քննարկման հանձնաժողովի նիստի ընթացքին, որտեղ ես ՄԻՊ-ի տեխնացու էի։ Այնտեղ միայն Վիլեն Գաբրելյանը չէր, կարծեմ ինքը չկար էլ այնտեղ։ Այնտեղ կային մոտ 20 խուլիգաններ, որոնք բոլոր ազգային ժողովի պատգամավորներ էին։ Եվ որևէ մեկը մյուսի գործողությունները ոչ միայն չի քննադատել, այլ քաջալերել է։ Ես չեմ լսել, կարծում դուք էլ որ պիտի որ լսած չլինեք, որ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դատապարտում է Վիլեն Գաբրելյանի պահվածքը, նրա տեսակետները, հայտարարությունները, գործելավոճը, կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դատապարտի։ Լսել եք դատապարտողը։ Ճիշտ հակառակ Ալեն Սիմոնյանը Վիլեն Գաբրելյանի հետ լուսանկար էր հրապարակել ի աջակցություն նրա։ Տենեմ եք, որ ասում եմ ինստիտուցիոնալ մակարդակի անդե խուլիգանությունը, այսինքն եթե նրանց համար դա անընդունելի է, հարբած է, բանը իրանք ասեն, որ մենք ներողություն ենք խնդրում հասարակությունից, մեր ընտրողներից, լրագրողներից, դատապարտում ենք նրա պահվածքը, անթույլատրելի ենք համարում եւ մենք ենք պահանջել, որ նա վայր դնի իր падգամավորական մանդատը։ Բայց դες բան չի եղել։ Վիլեն Գաբրելյանը կամավոր եկել է Գյումրի հյուրախաղերի եւ արել այն հայտարարությունները, որպեսզի նա դուրս գա ՔՊ-ից։ Մի հայտնի հրեական անեկդոտ կա, չէ՞, որ ասում է արջը փախել է գազանանոցից, ով որ տեսել է, թո փողը բերի մուծի դրամարկղ։ Տոմսի փող էլ ասեն գազանանոց գնալու։ Հիմա ասենք ՔՊ-ից փախել է Վիլեն Գաբրելյանը, ով որ տեսել է, թո փողը տանի մուծի իմ քայլը հիմնադրամին տգետների դպրոցի դասընթացներ կազմակերպելու համար։ Ես չգիտեմ դուք օրինակ իմ քայլը հիմնադրամին այդ միջադեպից հետո գումարներ վճարել եք թե չէ, բայց արժի մի 1000 դրամ վճարել իմ քայլը հիմնադրամին,
որպեսզի Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը տգետների դպրոցում կրթեն տգետներին Վիլեն Գաբրելյան մեթոդով։ Օրինակ կարա հիմա տգետների դպրոցում դասավանդման նոր մեթոդ լինի, նոր դասընթաց։ Ասենք Վիլեն Գաբրելյանը այդ օրվա տեսանյութերը ձեր հետ Վիլեն Գաբրելյանի զրույցի հայոյանքները բանը ցուցադրեն մեծ էկրանի վրա, որպեսզի Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից կրթվող տգետները ստանան նոր գիտելիքներ եւ հմտություններ հանրային գործունեության, վարքագծի, քաղաքավարության եւ այլ էլեմենտների վերաբերյալ։ Այդ իրանց էությունն է։ Եվ այնտեղ ոչ մի տարօրինակ բան գոյություն չուներ, եւ իր հայտարարությունների հետևանքն էլ հենց ինքը եկել էր այդ հայտարարությունները անելու։ Հիշում եք, մենակ այն չի, որ իրանք 26 թվին իշխանության չեն գալու։ Ինքը ասում էր, ես կուրախանամ, որ Սարիկ Մինասյանը չընտրվի։ Հիշում եք, դες բանել ասել։ Այո։ Բավականին Ես կարծում եմ, որ ինքը մտածված էր եկե, մանավանդ որ Կիրակի օր ինքը բացի այդ ներկայացումը ցուցադրելուց Գյումրիում ուրիշ որևէ ֆունկցիա չուներ անելու, որտեղ ինքը ոչ տեխնացու էր, ոչ վստահվածան, ոչ հանձնաժողովի անդամ, ոչ էլ շտաբի ակտիվիստ, ոչ էլ այդ օրը կարելի էր քարոզություն իրականացնել։ Այստեղ մի հատ բան կա, հարց կա, ես կուզեմ կարդալ այդ հարցը։ Ուրեմն Энди Тумасянն ասում է. «У меня есть вопрос к господину Казаряну. Почему оппозиция не делает импичмент Пашаеву или не сдают мандаты?» Այսինքն այստեղ քաղաքացին իմպիչմենտի գործընթացի մասին է հարցնում, թե ինչու ընդդիմությունը չի գնում իմպիչմենտի գործընթացին։ Շատ խելամիտ հարց է, այդ նշանակում է, որ Թումասյանը իմ համախոհներից է, այսինքն մենք նույն կերպ ենք մտածում, որովհետև ես էլ եմ անընդհատ բարձրաձայնում խոսում այն մասին, որ ազգային ժողովի падգամավորները պարտավոր են նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Պարտավոր են, որովհետև դա իրանց ֆունկցիան է, վերահսկել կառավարության գործունեությունը, վերահսկել կառավարության ուրեմն գործունեության ծրագրի կատարման ընթացքը, վերահսկել պետական բյուջեի կատարման ընթացքը եւ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում կասեցնել այդ կառավարության գործունեությունը, իսկ դա հնարավոր է միայն վարչապետին եւ կառավարությանը անվստահություն հայտնելու միջոցով, որը պայմանականորեն կոչվում է նաեւ impeachment։ Իրականում դա իրական սահմանադրական եզրույթ է անվստահություն հայտնելու գործընթացն է։ Ես կարծում եմ, որ նրանք պարտավոր են դա անել, թե ինչու մինչև հիմա դա չեն անում։ Ես լսել եմ մի քանի բացատրություններ, այսպես ասած հիմնավորումներ, որոնք ինձ համար հիմնավոր չեն, այսինքն այդ հիմնավորումներով իրանք չեն կարող մեզ համոզել, թե ինչու չեն իրականացնում այդ քայլը։ Իսկ ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, թե ինչու չեն հրաժարվում իրենց մանդատներից, դա էլ է դառնում արդիական այն առումով, որ եթե դուք անվստահության գործընթաց չեք իրականացնում, եթե դուք ձեր падգամավորական գործառույթները լիարժեք չեք իրականացնում, ապա իսկապես մարդկանց մոտ, խելամիտ մարդկանց մոտ այդ հարցը առաջանում է։ Դե դեպքում դուք ինչի եք մնացել որպես падգամավոր։ Եթե ասում եք, մենք եթե նախաձեռնենք անվստահություն ԿՊ-ի падգամավորները դրան չեն միանա, այդ տրամաբանությամբ դուք ինչ էլ անեք, ԿՊ-ն ձեզ չի աջակցի։ Իսկ օրենքի նախագիծ տանես շրջանառության մեջ դնես, ԿՊ-ն դեմ կլինի, չէ՞։ Այդ դեպքում, եթե դու օրենքներ չես կարող ընդունել, նախագծեր չես կարող հեղինակել, քո ֆունկցիաները չես կարող կատարել, մնացել ես падգամավոր, ինչ անես։ Եվ ես կարծում եմ, որ ցավոք սրտի, այո, մեր ընդդիմադիրից երկու խմբակցությունները, ես նրանց միջև որևէ տարբերություն չեմ դնում, այդ падգամավորների, նրանք ցավոք սրտի հիմա այս պահին ունեն շատ սխալ անթույլատրելի դիրքավորում քաղաքական դաշտում եւ իրենց դարձել են չափազանց խոցելի եւ դարձնում են չափազանց խոցելի։ Հիմա այս պահին ազգային ժողովում քննարկվում է 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքը եւ կարծում եմ, որ դա լեգիտիմ առիթ է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու եւ իրականացնելու համար։ Երբ որ իրենք դա նախաձեռնեն, կարծում եմ, որ մենք էլ ողջ հասարակությամբ դուրս կգանք իրենց մեր աջակցությունը ցուցաբերելու, որպեսզի իրենք հաջողեն այդ կարևոր հարցում։ Ամբողջությամբ կիսում եմ մեր քաղաքացու, մեր ունկնդրի խոհերը, մտահոգությունները
եւ ես նույնպես ապրում եմ այդ մտահոգություններով։ Պարոն Ղազարյան, բայց նաև կա փողոցային պայքարի տարբերակը եւ շատերը փողոցային պայքարի տարբերակն են իրատեսական համարում եւ սպասում են։ Դուք ինչ եք կարծում, կա հարմար առիթ սկսելու փողոցային գործողություններ, թե օրինակ պետք է ընդդիմությունը պատրաստվի հաջորդ ընտրություններին։ Փողոցային պայքարը ես չեմ բացառում, հակառակը։ Փողոցային պայքարը պետք է լինի այն ժամանակ, երբ որ խորհրդանում միաժամանակ ընթանա անվստահություն հայտնելու գործընթաց, այսինքն դա պետք է լինի զուգահեռ։ Առանց փողոցային աջակցության, մարդկանց աջակցության, այդ գործընթացը անվստահություն հայտնելու պակաս արդյունավետություն կունենա։ Բայց մյուս կողմից էլ, եթե մարդիկ միայն փողոցային պայքար իրականացնեն, չծավալվի վստահություն հայտնելու, փողոց դուրս եկած մարդիկ հետական անգամ տուն կվերադառնան մեծ հիասթափությամբ, ինչպես որ դա եղել է վերջին բոլոր շարժումների ընթացքում, լինի դա հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, անկախության շարժում, միասին շարժում, չգիտեմ, շարժումների քանակը շատ է, բայց արդյունքը 0, որովհետև այդ շարժումներից ոչ մեկը չի ուղեկցվել քաղաքական գործընթացներով ազգային ժողովում, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում։ Այդ երկուսը պետք է մեկտեղել, որովհետև փողոցային պայքարը դա ուղղակի ինչ-որ մի փողոցի մի հատվածում երթևեկությունը սահմանափակել չի։ Դրանից ոչ մի բան չի փոխվում։ Գործընթացը պետք է նախ եւ առաջ ծավալվի ազգային ժողով։ Մենք խորհրդարանական երկիր ենք, մենք ընտրել ենք պարլամենտ, իսկ պարլամենտը ձևավորում է կառավարություն, կարա փոխի այդ կառավարությանը եւ վերահսկում է, ստեղծում է այլ սահմանադրական մարմիններ։ Մեր պահանջը պետք է լինի ազգային ժողովից, բոլոր падգամավորներից, բայց մեր լեգիտիմ ակնկալիքները առաջին հերթին վերաբերում են ընդդիմադիր խմբակցությունների падգամավորներին, բայց ցավոք սրտի այս ողջ ժամանակաշրջանում 2022 թվականի օգոստոսի 2-ից մինչ օրս ազգային ժողովում դեռ 107 падգամավորների մեջ չի գտնվել թեկուզ մեկը, ով նախաձեռնած լինի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Իսկ եթե նրանք անվստահություն չեն հայտնում, նշանակում է, որ իրանք իրենց վստահությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին եւ դրա կառավարությանը։ Բոլոր падգամավորները առանց բացառության։ Եթե որևէ մեկին դուր չի գալի իմ այդ ձևակերպումը, ապա երկուշաբթի օրը ինքը կարող է լինել այդ բացառությունը, խոսքը падգամավորներին է վերաբերում, եւ երկուշաբթի օրը նախաձեռնել անվստահություն հայտնելու գործընթաց եւ համապատասխան ազգային ժողովի նախագիծը դնել շրջանառության մեջ։ Իդեպ մենք հավանաբար եկող շաբաթ այդ նախագծի մի օրինակ կտրամադրենք բոլոր падգամավորներին։ Պարոն Ղազարյան, բայց ընդդիմադիրներն ասում են, որ դեռևս ժամանակը չի, իրենք տնային աշխատանք ունեն կատարելու եւ երբ պահը հասունանա, այդ ժամանակ կսկսեն իմպիչմենտը։ Դուք ասում եք այդ հիմնավորումներից, այսպես կոչված հիմնավորումներից մեկը, որը նրանք հնչեցնում են, որը իմ կարծիքով անհիմն է եւ չպատճառաբանված։ Այսինքն այդ հիմնավորումը ես չասեմ, ինչ է նշանակում ժամանակը չի։ Այդ ժամանակը ով է որոշել, որ ասենք, որ ժամանակը չի։ Այդ ժամանակը գիտեք, որ պահից է գալի, որ պահից, որ կառավարությունը շեղվում է կառավարության գործունեության ծրագրից։ Իսկ կառավարությունը այդպիսի շեղումներ ունի 2022 թվականից իր պաշտոնավարումից 1 տարի անց։ Այնպես որ իրանք շատ են ուշացրել եւ դեռ պետքա փորձեն հիմնավորումներ գտնել, թե ինչու են մինչեւ հիմա ուշացրել։ Այդ հիմնավորումները ոչ մեկը ինձ համար դեռևս խելամիտ չի հնչում։ Պարոն Ղազարյան, այս թեման իրար հետ չեն քննարկել, կուզեի սրան էլ անդրադառնայիք։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը այդ բանի ֆոնին, որ համաձայնեցրել են այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը, Հայաստան եկան նաև թուրք լրագրողներ, նրանց տարան, պտտեցրին տարբեր տեղեր, այս ինչ օպերացիա էր, որ իշխանություններն իրականացրին։ Շատ հետաքրքիր է, որ այդ հարցը դուք եք տալիս, որովհետև
դուք հայ լրագրող եք եւ արժանացել եք այս իշխանության ներկայացուցիչների այն վերաբերմունքին, որը որ մենք տեսել ենք ձեր տարածած տեսանյութում։ Այո։ Հիմա դուք հարցնում եք, թե ինչ վերաբերմունք են ցուցաբերել նույն իշխանության ներկայացուցիչները թուրք լրագրողների նկատմամբ։ Եվ եթե այս երկուսը համադրենք եւ հիպոթետիկ պատկերացնենք, որ Գյումրիում ոչ թե դուք մոտենայիք Վիլեն Գաբրելյանին, այլ Թուրքիայից մի լրագրող, ասենք Ղարս քաղաքից հարևան Գյումրին միազգությամբ թուրք լրագրող մոտենար Վիգեն Գաբրելյանին եւ նրա հետ զրույցի բռնվեր, ես վստահ եմ, որ նա ոչ մի հայոյանք չէր գործադրի, խոսեր շատ հարգալից, վերին աստիճանի զսպվածությամբ եւ կարծում եմ տպավորություն ունեմ, որ նա կփորձեր նաեւ լիզել այդ լրագրողի կոշիկները, ինչպես որ իրանց մեթոդապես առաջարկում է Նիկոլ Փաշինյանը իր պատկերացրած դիվանագիտական զեղումներում։ Այսինքն հայ լրագրողներին սրանք վիրավորում են անպատվում հայոյում, ցուցաբերում ամենավերջին խուլիգանական կեցվածքը, ում հաշվին, որ իրանք գոյություն ունեն, ապրում են, եւ այդ նույն հայ լրագրողների հարկերից վճարված պետական բյուջեի միջոցներով Հայաստան են հրավիրում թուրք լրագրողների, որոնք իդեպ ոչ միայն շրջագայում են Հայաստանում, այլ առանձին հանդիպում են ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ու դրանից հետո Հայաստանի մասին գրում վատ հոդվածներ։ Գիտեք, երբեմն լինում է, չէ՞, ասենք, որ պետությունները լրագրողական կամ տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների պրոմոտուրեր են կազմակերպում իրենց երկիրը պրոպագանդելու նպատակով, այսինքն ընտրում են լրատվամիջոցներ, լրագրողների հրավիրում են, նրանց այցելությունն են կազմակերպում եւ այլն, որպեսզի նրանք իրենց հրապարակումներում դրական լույսի ներքո անդրադառնան այդ երկրին, այնտեղ տեղ ունեցողին եւ որպեսզի իրենց հասարակությունների մեջ դրական կարծիք ձևավորեն։ Այսինքն նման պրոմոտուրերի իմաստը դա է, երկիրը դրական լույսի ներքո ներկայացնելը։ Բայց ճիշտ հակառակը, թուրք լրագրողներն ովքեր եկել են Հայաստան, մեր բյուջեի հաշվին, այնտեղ մեծ գումարների մասին էր խոսքը, մի քանի միլիոն դրամներ էր ծախսվել 3 օրվա տուրերի վրա, որում նրանց կազմակերպել են նաև նրանց այցելությունը սահմանային հատվածներ եւ այլն։ Ի վերջո նրանք գրում են բացասական հոդվածներ։ Երևանը ներկայացնում որպես պատմական թուրքական քաղաք, Մաշտոցի պողոտայում գտնվող պատմական պարսկական այդ կապուտ մզկիթը ներկայացնում որպես ադրբեջանական հուշարձան կամ թուրքական ազդեցության ինչ-որ հուշարձան եւ այլն։ Այս ամեն ինչը Հայաստանը ներկայացնում են իբրև թուրքական տարածք։ Եվ իդեպ նրանց հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած հանդիպման մասին մամուլում տեղեկություններ տարածվեց Փաշինյանի TikTok-ով, որ նման հանդիպում ա եղել։ Բայց այդ հանդիպման հիմնական թեզերը ներկայացվեցին հանդիպումից մի քանի օր հետո, այսինքն թուրք հասարակությունը ավելի շուտ էր իմացել այդ հանդիպման մանրամասների մասին, թե որտեղ լրագրողները կարան նյութեր պատրաստեն եւ հրապարակեն, չէ՞։ Քան հայ հասարակությունը։ Ինչը որ ցույց է տալիս այս իշխանությունների վերաբերմունքը հայերին եւ թուրքերին հասարակության տարբեր շերտերի իմաստով։ Իսկ հայ լրագրողների նկատմամբ վերաբերմունք, թուրք լրագրողների նկատմամբ, օրինակ, մինչև վերջերս լրագրողներին մեր կառավարությունում հավատարմագրված թույլ չէին տալիս մտնել կառավարության շենք։ Եվ նրանք պաշտոնյաներից ճեպազուրիչներ էին վերցնում տնտեսական մուտքի մոտից, այն Մելիք-Ադամյան փողոցի Տիգրամից այդ հատվածից, այսինքն լրագրողները կանգնում էին դրսում, անձրև կլներ, ցուրտ կլներ, ձյուն կլներ, թե շոգ, որպեսզի կառավարության անդամները այդ մուտքից դուրս գան, դա էլ իդեպ ասեմ, ես կառավարությունում աշխատել եմ, էլի, դա տնտեսական մուտքն է,
կառավարության գլխավոր մուտքը հանրապետության հրապարակից է։ Այնտեղ դռները կողպված են միշտ, ինչ-որ մետաղական վարակույրներ կան կախված եւ այլն, այտենց ճաղեր են պատված են։ Եվ ես որ կառավարությունում աշխատում եմ, դա կոչվում է գործերի կառավարչության մուտք, խազեցվենի մուտքներ, ապրանք բան որ բերում են, այնտեղով էին բերում, ասենք այդ գրելու թուղթ բան, փոքր չափի կահույքները այդ թղթով էին, այդ մուտքով էին մտցնում կա։ Հիմա դա նախարարների խազեցվենի մուտքով հիմա նախարարներն են մտնում կառավարություն։ Խազեցվենի տավարի, մինիստրի։ Ու հիմա մեր լրագրողները այդ վերաբերմունքին են արժանացել, իսկ թուրք լրագրողները հրավիրվում են վարչապետի աշխատասենյակ եւ նրա հետ մասնակցում շատ տևական իրենց համար նախատեսված ժամանակով երկարատև հարցազրույցի։ Մեր հետևող քաղաքացիներին առաջարկում եմ բաժանորդագրվել այս ալիքին, հետագայում մեր զրույցները բաց չթողնելու համար, նաև այդպես կօգնեք մեզ, եւ վերջին հարցը, որ ուզում եմ անդրադառնանք, պարոն Ղազարյան, կապված է երկրորդ եւ երրորդ նախագահի քաղաքական թիմերի հետ, մանավանդ վերջերս Մարտուն Գրիգորյանի հետ կապված այդ հակասություններն ու միմյանց մեղադրանքներն ու երբեմն նաև հայոյանքները էլ ավելի սաստկացան, որևէ կերպ կարծես թե այս հակասությունները հանրային տիրույթից առնվազն գոնե հանրային տիրույթից չեն հեռանում եւ ուղղակի բախվում են այդ մարդիկ իրար հետ, ինչ ասես իրար ասում են, սա ուր է տանելու այս ամեն ինչը։ Անկեղծ ասած ինձ դուր չի գալիս այս լարվածությունը հարաբերությունների եւ ես չեմ կարծում, որ ես միայնակ եմ իմ կարծիքի հետ։ Իմ շրջապատում ես չեմ հանդիպել մարդկանց, ովքեր որ հաճույքով կխոսեն այդ թեմայի, այդ առճակատման, այդ միմյանց հասցեին հնչող, այդ ըստ էության անբովանդակ որակումների ամեն ինչի մասին, որովհետև դրա մեջ նույնիսկ բովանդակություն էլ չկա, անկեղծ ասած, այսինքն դժվար է հասկանալ, թե ի վերջո ինչ են ասում իրար, ինչի մեջ են իրար մեղադրում։ Ես անկեղծ ասած դրական չի վերաբերմունք այդ ամենին եւ ակնկալում եմ, որ մեկ օր շուտ դա կդադարեցվի եւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը կարող է լինել այն գաղափարական ուղղությունը, թեզը, որը կմիավորի բոլորին։ Որովհետև ընտրություններում պարզա, որ իրանք այս ձևով առավել եւս անջատ են գործելու եւ ընդդիմադիր դաշտը ըստ էության էլի պառակտված է հանդես գալու, չէ՞։ Այսինքն մենք գնում ենք ամեն անգամ ընտրությունների, որտեղ իշխանությունը միասնական է, մի թիմով է մասնակցում, ամբողջ ջանքերը ներդրված է մեկ տեխնացուի վրա, իսկ ընդդիմադիր ամենքը միուղությամբ է գնում եւ նախընտրական արշավի ժամանակ էլ ավելի շատ իրար են քարկոծում, քան իշխանական թիմին, իշխանական ներկայացուցիչներին, որի հետևանքով իրանց զայները պառակտում են, մասնատվում են, մի զգալի մասը շեմը չի հաղթահարում, մի մասը որ շեմը հաղթահարում է, դեռ երկար պատմությունների մեջ են միմյանց աջակցելու եւ այլնի հարցերում։ Ես կարծում եմ, որ սրան պետք է վերջ տրվի, մենք գոյություն ունենք, մենք կանգնած ենք ոչ թե քաղաքական պայքարի, անձնական խնդիրների լուծման, անձնական պայքարի խնդիրների առջև, այլ կանգնած ենք ազգային ազատագրական պայքարի առջև։ Մեր պայքարի թիրախը ադրբեջանա-թուրքական ռեժիմն է, Նիկոլ Փաշինյանի եւ իր փոքր թվակազմով հանցախմբի տեսքով։ Եվ նրանց դեմ պայքարում մենք բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը, այլ ոչ թե քննադատենք մեկս մյուսին։ Ես կարծում եմ, որ այն ինչ որ տեղի ունեցել, թող բոլորը գոհանան, բավարարվեն դրանով, ինչ որ արել են, եւ մի կետի վրա կանգնեն եւ մտածեն շտամու դեմ պայքարի, այլ ոչ թե միմյանց դեմ պայքարի մասին։ Եղավ, շատ շնորհակալ եմ պարոն Ղազարյան մեր զրույցի համար,
Կրկին հորդորում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, մեր հարգելի հետևորդներին, կհանդիպենք հաջորդ կիրակի: